Այսօրվա խոսքս, որ պատրաստել եմ, վերնագրել եմ այսպես. դու պետք ես ինձ։ Կուզեմ մտովի հետ գնանք մեր անցյալ կյանքը, երբ արդեն սկսել են գիտակցել, բոլորիս կյանքում էլ մտածում եմ, որ եղել են կյանքում թե լավ եւ թե վատ օրեր։ Հենց եկել են կյանքի լավ օրերը, դրա հետ մեկտեղ եկել է նաեւ մեր մեջ եղած այդ հպարտությունը, որ մենք հպարտացել ենք, որ մարդկանց ցույց ենք տվել, տեսեք, մենք մեզանով ինչերի հասանք, կամ ինչ լավ բաներ ունեցանք, բայց չենք հասկացել, որ դա մեզանից չի, դա Աստծո շնորհն է մեզ, բայց հենց վատ պահերի ենք հանդիպել, վատ ժամանակահատված է եկել մեր կյանքում, ասել ենք, խի ես, բայց սրան է արժանի, կարծում եմ, որ բոլորիս մոտ էլ եղել են ու անգամ կան միջև առ այսօր էլ այսպիսի մարդիկ, որ հենց ինչ-որ նեղության են հանդիպում, ասում են, խի ես, բայց սրան եմ արժանի, Տեր, սիրելիներ, այդ ժամանակ միշտ Աստված մեզ ուղարկում է իր ծառաներին, հավատացյալ մարդկանց, որ մեզ խոսեն Աստծո խոսքը, մեզ ցույց տան ճշմարիտ կյանքը որն է։ Մենք ոնց հեռվանանք այդ նեղություններից, ոնց ընտրենք Աստծուն եւ գա մեր կյանք լիությունը, այդ խաղաղությունը։ Շատերս այդ հավատացյալ մարդկանց այդ ժամանակներում անգամ ծաղրել ենք, որոշներս էլ սուս ենք մնացել չվիրավորելու համար, բայց ներքուստ ասել ենք, ինչ ա ուզում այս մարդը ինձանից։ Չենք սպասել ենք երբ պետք է ավարտի, որ նորից մենք մեր անելունը անենք։ Սիրելիներ, չարը քնած չի, չարը միշտ մեր կողքին պտտվում է, նա խաբեբա է, նա գող է, նա ամեն ձև, ամեն սենց իրավիճակ օգտագործելու է, որ մեզ մոլորեսնի, մեզ շեղի, մեզ տանի դեպի կործանում։ Նրան մենք պետք չենք, նրան միայն մեր հոգիներն են պետք, որպեսզի մեզ կործանի։ Նա մեզ կարա առաջարկի զանազան հաճույքներ, հարստություն տա, ունեցվածք տա, ճանաչվածություն տա, որ մարդկանց մեջ մենք ինչ-որ պատվավոր տեղ ունենանք, բայց մենք գիտակցելով որոշներս էլ անգիտակցաբար ընդունում ենք այդ ամենը եւ գնում ենք այդ ուղղությամբ։ Բայց հենց գալիս է մի իրավիճակ, մենք հասկանում ենք, որ այս ամենը անցողիկ էր, այս ամենը չարից էր եւ զգում ենք այդ նեղ իրավիճակները։ Վերջերս մի ֆիլմ էի դիտում, որտեղ մի հավատացյալ կին ուներ մի որդի, իր ամուսինն էլ մահացել էր։ Նա իր որդուն դաստիարակում էր, սովորեցնում էր, որ իր հայրը Հիսուսի մոտ է։ Եվ բացի դա էլ նա ունի Հիսուս, որ երբ կանչի, երբ ասի Տեր դու ինձ պետք ես, Հիսուս դու ինձ պետք ես, նա կգա եւ կօգնի իրեն։ Այդ երեխան մեծանում է ծանր մանկությունով, դրսում բոլոր երեխաները իրեն ծաղրում էին Հիսուս անվան համար եւ նա ընտրում է մեծանալով ընտրում է չարի ուղին, չարի ճանապարհը, որ իրան տվել էր հարստություն, աշխարհում եղած բոլոր պիղծ հաճույքները իրեն հասանելի էր։ Նա տրվել էր այդ ամենին եւ գնում էր այդ ուղղությամբ։ Նա անգամ իր վերջի հատվածներում իր մորից գողանում էր իր ոսկյա զարդերը, անգամ իր հորից մնացած միակ հուշը, գողանում ու վաճառում էր, որպեսզի օգտագործի այդ դրանք իր հաճույքների համար։ Վերջում իր ընկերները սկսեցին իրեն ծեծել, իրեն ձեռքից վերցեցին ամեն կարողություն։ Եվ նա հենց այդ իրավիճակում հասկացավ, որ չարը իրեն մոլորեցրել էր։ Չարը իրեն տարել էր այն աստիճան, խաբել էր, տվել էր ամեն ինչ, որպեսզի նա մոլորվի։ Ու երբ տեսավ, որ վերջ արդեն այդ տղամարդը իր ձեռքերի մեջ, այդ մարդը իր ձեռքերի մեջ է, վերցրեց իրենից ամեն բան։ Բայց դրա հետ մեկտեղ կար մեկը, որ իր համար միշտ աղոթում էր։ Նրա մայրն է, նա անդադար աղոթում էր իր որդու համար, նա տեսնում էր ինչով է անցնում, ինչ մեղքեր էր գործում եւ աղոթք էր անում, որ Աստված փրկի, Աստված պահի, թույլ չտա այդ դժվարություններն անցնի։ Ես այդ ֆիլմը դիտելուց մի պահ իմ կյանքի հետ համեմատություն տարա ու զգացի, որ լրիվ նույնն է, համապատասխանում է այդ ամենին։ Ես էլ ունեի իմ կյանքում մի ժամանակահատված, որ իմ ուղեղով, իմ մտքով գնացել էի դեպի գումարի կողմը, մտածում էի, որ շատ գումար աշխատեմ, սրան կհասնեմ, էնի կունենամ, են կունենամ, ու չէի մտածում, որ դա սխալ էր, բայց մայրս իմ համար շատ էր աղոթում, ես անձամբ տեսել եմ այդ պահերը, ոնց է ինքը իմ համար աղոթք անում, անգամ ինձ էր խնդրում, որ ես չանեմ այդպես բաներ, սխալ եմ անում, ես էլ չէի լսում, ես էլ էի տարված էի չարի կողմից մոլորվել էի ու գնում էի այդ ճանապարհով։ Եկավ մի պահ, որ չարը ինձ ոնց այդ մարդուն խաբեց, նույն ձև էլ ինձ խաբեց։ Նա վերցրեց այն ամենը, ինչը որ սկզբից տալիս էր ինձ, անգամ մի քանի անգամ ավել, որ ես ունեի, դա էլ ինձանից վերցրեց։
Ես այն կարգավիճակում եմ, որ չէի ուզում ապրել, որովհետև արդեն իմաստ չկար։ Ես չէի կարող, ասում եմ, ոնց գնամ տուն, ոնց նայեմ իմ ընտանիքի աչքերին ու ես ապրեմ։ Ու այդ ժամանակ իմ աչքերի առաջ մի կողմում չարներ, որ վրաս ծիծաղում էր, որ ոնց ինձ կործանեց, ոնց ինձ մոլորեցրեց, խաբեց, տարավ կործանում, ու մյուս կողմից Հիսուսն էր, որ իր ձեռքը մեկներ ինձ, ասում էր օգնեմ քեզ։ Եթե ես այդ պահին ասեի դու պետք ես օգնի ինձ, ինքն ինձ օգնեց։ Եվ ես ասեցի դա։ Ես որոշում կայացրեցի, որ վերջ, Աստված է ինձ փրկելու, նա է իմ Տերը, նա է իմ Աստվածը։ Ու ես դարձի եկա, ապաշխարեցի։ Ու Աստված իմ կյանքը թե հոգեպես, եւ թե մարմնապես բժշկություն բերեց, դա էլ ես ունեմ վկայություն։ Եվ թե ամեն ձև ինձ լիացրեց։ Ես հիմա գոհանում եմ նրանից, որ ունեմ ընտանիք, որ ունեմ աշխատանք, ունեմ ամեն լավ բաները, ինչը որ նա տվել է, եւ ամենակարևորը ունեմ Հիսուս, որ նա ինձ հետ է։ Ես երբ ինչ իրավիճակում էլ հայտնվեմ, նա միշտ իմ կողքին կանգնած է։ Ու համոզված եմ բոլորիս կողքին է նա կանգնած։ Եթե մենք մեր կյանքը նվիրենք իրան, եթե մենք իրան կանչենք մեր կյանք, ասենք Տեր, դու պետք ես ինձ։ Դու ինձ հետ եղի, ես իմ կյանքը նվիրում եմ քեզ, ուզում եմ որ դու գործես, ուզում եմ որ քո կամքի մեջ ինձ պահես։ Իմացեք, որ նա միշտ ձեզ հետ է լինելու։ Ոնց ինձ հետ, ոնց մնացած բոլոր հավատացյալների հետ, նույնպես էլ այն մարդկանց, ովքեր դեռ չեն ճանաչում Հիսուսին, նա բոլորիս հետ է։ Ու թե աշխարհում բոլոր դռները ձեր առջև փակված լինեն, միշտ իմացեք, որ երկնքում կա դուռ, որ բաց է ու սպասում է ձեզ, թե երբ պետքա դուք կանչեք իրան, ու նա կգա։ Եվ այդ մարդը Տեր Հիսուսն է, որ կյանքի թե լավ եւ թե վատ օրերին միշտ մեզ հետ է։ Մենք կարող է մարդկանց մեջ լինենք մենակ, մեր կողքին մարդիկ չլինեն, բայց Հիսուսը միշտ մեզ հետ է։ Նա կանգնած է մեր սրտի դռան առջև ու թակում է եւ սպասում է, թե երբ պետքա մենք այդ դուռը բացենք եւ նրան կանչենք մեր կյանք։ Ու նա կգա, ամեն բան կփոխի։ Սիրելիներ, հիշեք, որ դուք պետք ես Հիսուսին եւ Հիսուսն էլ մեզ է պետք։ Իմ կոչն է հիմա ձեզ, որ բացես սրտի դռները ու Հիսուսին ասես դու իմ Տերն ես եւ իմ Աստվածը։ Ու կուզեմ խոսքս ավարտեմ Հովհաննեսի ավետարան 3-րդ գլխի 16 խոսքով, որը ընդհանրացնում է այս ամենը Աստծո խոսքով։ Աստված այնքան սիրեց աշխարհը, որ իր միածին որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատում է, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։ Աստված մեզ այդքան սիրում է, որ չկա տենց մի մարդ, որ իր որդուն կզոհի մեզ համար, բայց Աստված զոհել է, որտեղ նա մեզ մի ուրիշ ձևի սիրով է սիրում, որ իր որդուն է զոհել, նա ուզում է մեր փրկությունը, եւ մենք պետք է ընդունենք դա եւ քայլենք Աստծո ճանապարհով։ Ու կխնդրեմ ոտքի կանգնենք, բոլորով աղոթենք այս մարդկանց համար։ Տեր Հիսուս, շնորհակալ ենք քեզանից, Տեր, որ դու մեզ հետ ես։ Շնորհակալ ենք Տեր, որ դու պատրաստ կանգնած ես մեզ համար, Տեր ջան, մեզ օգնելու համար, Տեր։ Շնորհակալ ենք, որ քո ձեռքը մեկնել ես մեզ ու սպասում ես, երբ պետքա մենք ընդունենք քեզ, երբ պետքա մենք մեր որոշումը կայացնենք։ Շնորհակալ ենք քո ամեն օրհնություններիդ համար, Տեր։ Շնորհակալ ենք, որ դու լսում ես բոլորիս աղոթքները, Տեր, որ անպատասխան չես թողնում, Տեր իմ Հիսուս։ Գոհանում ենք ամեն բարիքիդ համար։ Գոհանում ենք քո ամեն օրվա համար, Տեր, որ դու մեզ արթնացնում ես, որ դու մեզ շնորհք ես անում, որ նորից մենք քո ներկայությունը վայելենք։ Ու խնդրում եմ նաև իմ բոլոր այն քույր եղբայրների համար, ովքեր որ դեռ քեզ չեն ճանաչել, ովքեր որ դեռ քեզ չեն ընդունել, մոլորված են ու ինչպես որ ես եմ եղել, Տեր։ Խնդրում եմ նրանց համար, որպեսզի բացես աչքերները, Տեր ջան, որպեսզի նրանց մենակ չթողնես, Տեր ջան։ Թույլ չտաս, որ կործանվեն, թույլ չտաս, որ չարը նրանց խաբի ու տանի կործանում։ Խնդրում ենք քեզ, որպեսզի օգնես ու ետ դարձնես, Տեր ջան։ Պահես քո ուղու վրա, քո ուղու վրա, Տեր ջան, քո կամքի մեջ նրանց պահես, պահպանես, Տեր ջան, որպեսզի հասկանան ու ընդունեն քո փրկությունը, քո ներկայությունը նրանք էլ վայելեն։ Աղոթում ու խնդրում եմ քո սուրբ ու զորավոր անունով։ Ամեն։